Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Այսօր մեր տուն ու տեղ ծրագրի հյուրն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի խորհրդական, Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը, կամ որ ավելի հայտնի է բոլորիդ Դաշնակ Ագուն։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Այդ Դաշնակ Ագուն կարծես թե կպել է ձեզ։ Հա, պատկերացրեք, որ միջև այսօր դիմում են, ասում են ձեր կուսակցությունում այսպես, բայց դա ես դեռ 91 թվականի դեկտեմբերին եմ դիմում գրել, որ դուրս գամ կուսակցության շարքերից, բայց դա կապել է հիմա, մարդիկ տենց գիտեն, 89 թվից միջև Առաջիններից մեկը Ղարաբաղում, չէ՞ երևի, ես ձեր հարցազրույցներից մեկում կարդացել եմ, որ դուք և ձեր 4 ընկերները երդում եք տվել և 89 թվին մենք առաջին 5 հոգին դարձել ենք դաշնակցական, երդումը տվել ենք Երևանում։ Ես ձեր հարցազրույցներից մեկում կարդացել եմ նաև, որ դեռ պատանի էիք 16 տարեկան, երբ ձեր հայրենի Դահրաց գյուղում, իդեպ նաև իմ հայրենի, որովհետև իմ մայրական կողմը, մորս մայրը, Փառանձեմ տատը Դահրաց գյուղից էր, ես հիշում եմ, մենք երեխաներ էինք, երբ գնում էինք այնտեղ, և հիշում եմ նաև ձեր պապական տունը, երբ լուսահոգի հայրը ձեր կար, իմ քեռին կար, մոտ ընկերներ էին և հաճախակի գնում էին գյուղ։ Հիմա էլ պահպանվում է գյուղը ինչ-որ չափով տունը ես նկատի ունեմ և դուք ձեր հարցազրույցում նշում եք, որ դեռ 16 տարեկան հասակում հենց գյուղում երդում եք տվել, որ պիտի Ղարաբաղը մաքրեք թուրքերից։ Գյուղում չէ, գյուղի մոտ ետ է հենդ են ասում։ Իդեպ Ստեփանակերտից երևում է այդ տարածքը։ Ընդեղից նայում եք, այս ամբողջ դաշտավայրը, Ստեփանակերտը և մոտակա գյուղերը բան, դերից շատ լավ երևում են, շատ լավ տեսարան։ Այնտեղ ես երդվել եմ 16 տարեկան էի։ Այսինքն ճիշտն ասած այն ժամանակ դե ջահել ես լինում, մաքսիմալիստ ես, երդվել եմ, որ ես ազատագրելու եմ այս հողը։ Հիմա դե ոնց ստացվել է։ Եվ դա հաջողվել է։ Այն ինչ-որ չափով իհարկե հաջողվել է։ Լավ, ուրեմն դուք ոչ միայն Ղարաբաղյան շարժման ակտիվիստ եք, այլ կարելի ասել դեռ 88-ից էլ շատ ավելի առաջ, այո, իսկ 87-ի աշնանից արդեն, կարելի ասել համակարգողն եք Ղարաբաղյան շարժման։ Պատմեք այդ մասին մի փոքր, որպեսզի մեր սերունդները նույնպես իմանան, որովհետև դա ընդհատակյա գործունեություն էր և շատ քիչ է լուսաբանված։ 74 թվից եմ կարելի ասել ընդհատակում և ընդհատակյան խմբեր կային Ղարաբաղում։ Այդ ժամանակ չգիտեմ ինչքան կար, որովհետև մի խումբը մեր խումբն էր, մենք դեռ չենք պատկերացնում ուրիշ խմբեր կան թե չէ, բայց հետագայում տարբեր խմբեր առաջացան և ամեն խումբ գործում էր ավտոնոմ, այսինքն քանի որ վտանգ կար տապալվելու, ձերբակալվելու քանի որ գործունեություն ենք տանում, ոչ թե ասենք մենք մեր մեջ խումբ ենք հռչակելու, նստած ինչ-որ բանի ենք սպասում, գործունեություն ենք տանում ժողովրդի մեջ, մեր ընկերների մեջ և այդպես իրար գտնում էինք, բայց 85-ից բանից արդեն մենք սկսեցինք կապեր հաստատել իրար հետ խմբերը, ընդ որում, այսպես ասենք, որ կուրիերների միջոցով, որ իրար չճանաչենք, որ մեկը տապալվի, բոլորը չձերբակալվեն, այսինքն գործը շարունակվի, էլի։ Օրինակ Սլավա Արուշանյանի հետ, որը Ասկերանն են թատակն էր ղեկավարում, ես կապ էի պահում Կարենի հետ, որ ներկայումս Բադարայի գյուղապետն է, ինքը իր միջոցով ես չէի ճանաչում Արուշանյան Սլավային, այդ ժամանակ, հետո ճանաչեց 87 թվի,
բայց միջև այդ նմանատիպ էլ ուզում եմ ասեմ բոլորի հետ։ Մենակ Արտուր Մկրտչյանի հետ, որ ուղիղ կարողացանք, որովհետև Կոմսոմոլում որ աշխատում էի, տարբեր հարցերով, ասենք, կապված ասենք հասարակական գործունեության բանի հետ, Արտուր Մկրտչյանի հետ շփումներ կար եւ այդպես ուղիղ իր հետ կապ էի պահում, բայց մնացածի հետ կուրիերներով էր։ 87 թվին արդեն, քանի որ բոլորը կապ էին պահում եւ Երևանի հետ, Հայաստանի հետ, կոնսուլտացիաներ էին անում Երևանի հետ։ Եվ շատ ժամանակ այստեղ իրադարձությունները առաջ էին ընկնում, քան Երևանում հասցնում էին հասկանալ ինչա կատարում։ Դրա համար անհրաժեշտություն կար խմբերը մենք միանանք հզոր կազմակերպություն լինի մեկ կենտրոնից, այդպես ասենք։ Երբևէ չեք մտածում գրել այդ մասին, որովհետև ով պիտի դա գրի։ Գիտեք, նախ մի բան էլ ասեմ, որ այսօրվա հետ կապված, 85 թվի պերեստրոյկա կոչվածը նոր զարգ տվեց, մեր շարժմանը։ Այ զուգահեռ տանենք, օրինակ այսօր ինչ որտեղից իգիլ առաջացավ ու շատ բան փոխեց, չէ, աշխարհում։ Այսինքն մենք ժողովուրդները մարդիկ շատ ժամանակ չեն տեսնում ինչա լինելու։ Մի տարի հետո, 2 տարի հետո, 10 տարի հետո, էլ չեմ ասում ավելին։ Թվում է թե ամեն ինչ լավ է, մեկ էլ հանկարծ այ օրինակ մեր դեպքում պերեստրոյկան, այս դեպքում այսօր աշխարհում իգիլը, ռուսական ինքնաթիռը խփելը եւ այլն։ Այսինքն այսա մեզ հուշում է, որ մենք այսօր պետք է որ պատրաստ լինենք ժամանակի սցենարի, այո։ Ինչու հատկապես 88-ի փետրվարին սկսվեց այդ հանրահավաքների շարքը։ Գիտեք, այդ զարգացումները, այ ոնց որ հիմա է զարգանում, այդ զարգացումներ են բերել այդ ժամանակին, հա։ Այդպես չի, որ մենք 80 թվին նստել ենք, պլանավորել ենք, որ 88 թվի փետրվարին ինչ-որ բան են անելու, հա, չէ։ Այսինքն դեպքեր, օրինակ ես լավ հիշում եմ 87 թվի հուլիսին Ղրիմի թաթարները այդ Կարմիր հրապարակում Մոսկվայում ցույցեր արեցին, նույնիսկ մեկն իրան հրկիզեց ու օրինակի մեջ եւ տղաներին հետ որ խոսացին, պարզվենք բոլորի մեջ այդ բանը կա, որ թաթարները իրանց հարցը բարձրացել են, արագացնել են, իրանց հարցը լուծելու են, մերը չէ։ Ու դրա համար մենք սկսեցինք արագացնել։ Եվ այդ ասացի անհրաժեշտությունը կար, որ արդեն ուղիղ կապեր հաստատենք, որ կարողանայինք ճիշտ եւ այդպես գնացել եմ, համոզել եմ նույնիսկ սկզբից ինչ որտեղ մտավախություններ կան բան, բայց ի վերջո այդպես կարողացանք իրար հետ կապ պահել եւ քանի որ կենտրոնը մայրաքաղաք Ստեփանակերտ էր, բնականաբար բոլոր կապերը նշում եք նաև ձեր զրույցներում, որ դեռ այն ժամանակ արդեն զենք էիք հայթայթում։ Այո։ Այսինքն արդեն մտածում եք, որ կարող են ռազմական գործողություններ սկսվել, բախումներ լինել։ Այո։ Դե այսօրվա զուգահեռ բերեմ։ Այսօր որ իգիլը այսպես տարածում է, ասենք չպատրաստել կռվի, դա հիմարություն է ուղղակի։ Բայց նամանավանդ էս տարածաշրջան։ Օրինակ անկեղծորեն խոստովանեմ, որ այն ժամանակ անձամբ ես երբեք չէի կարող պատկերացնել, որ կարող է գալ խորհրդային միությունում հանկարծ մի պահ եւ իսկ դուք ավելի հեռատես եք եւ կյանքապատուցեք, որ չգիտեմ, չեմ ուզում ասեմ ես ամենալավն եմ կամ չգիտեմ, բայց մենք այդպես ենք մտածում, այդպես ենք մտածում, այսինքն այն պատմությունը, որ մեր հայոց պատմությունը ուսումնասիրել ենք, ինչքանով որ ուսումնասիրել ենք։ Հերիք էր, որ հասկանանք, որ այս մեր հարևանների հետ ասենք խոսալով, հասկացնելով եւ այլն այս ոնց որ ասում քաղաքակիրթ ձևերով որևէ բան անել հնարավոր չի։ Նույնիսկ մեր ժողովրդական բաներ կան, չէ, ասենք ասացվածներ կա, որ հազարավոր տարիներ հղկված են, ասում Թուրքի հետ գերություն ես անում,
մահակը ձերքատ վերմեր դինի։ Ուզում ասեմ, մի տարվա չի, երկու տարվա չի էլի։ Եղավ պատերազմ, այդ պատերազմում մենք հաղթեցինք, այո, բայց այսօր էլ սահմանին իրավիճակը դարձյալ լարված է, հաղթեցինք այն պատերազմում, բայց հարցը չլուծվեց։ Հա, չլուծվեց այսօր։ Մեր դիրքորոշումը այսօր ինչպիսին պիտի լինի ձեր կարծիքով, որպես նախկին նաև ռազմական գործիչ, ով անցել է ամբողջ պատերազմը։ Գիտեք, կա դիպլոմատիա, կա քաղաքականություն, այդ բոլորը թաքցնելու համար իրական մարդու կամ պետության եւ այլն մտքեր էլի, այսինքն ինչ որ խոսում են եւ այլն, այդ հորոսմա նոր ժողովուրդը չէ, հազարավոր տարիներ նոր ասեցի, մահակը ձերքատ վերմեր դինի։ Այսինքն մենք միջև չպարտադրենք, հարց չի լուծվելու։ Իսկ դե հիմա այդպես է ստացվել, որտեղ դա մեծ թեմա է, որ քննարկենք ինչու այդպես ստացվեց եւ այլն, ինչու չգնացինք միջև վերջ եւ այլն, տարբեր հանգամանքներ կան։ Դա մեզ սպասում է, ասենք, մենք պետք է պարտադրենք։ Ու կապ չունի, մենք քիչ ենք, շատ ենք, իրանք շատ են, մեծ են, ինչ են, որևէ կապ չունի։ Մեծությունը սրտի եւ ուղեղի մեջ է։ Նաև հավատքի։ Ամենակարևորը հավատքի մեջ է, որտեղ հավատն է այդ ամենը տալիս, սերն էլ, ուղեղն էլ, հայրենիքի զգացողությունն էլ, այո, թե հավատք չի լինում, ոչինչ չես, ասենք չի հերիքում, որ տեսնես ամենը, հա, ասենք դեմդ ես տեսնում, հեռուն չես կարող տեսնել։ Ուզում եմ ձեզ հարցնել նաև այսօրվա երիտասարդության մասին։ Կա տեսակետ, որ մեր սերունդը մենք կամտայնություն ավելի ճիշտ, որ դե մենք արել ենք մեր գործը, էստաֆետը հանձնում ենք նոր սերնդին։ Օրինակ ես գտնում եմ, որ դա ճիշտ տեսակետ չի, մենք չենք վերջացրել մեր գործը, այլ խնդիր է, որ անելու ենք նոր սերնդի հետ։ Ձեր կարծիքով ինչպիսի սերունդ է այսօր մեծանում։ Գիտնականները հայտնություն են արել, որ մարդ մեծանում է, պահանջ ունի իր գիտելիքները, իր ապարածը փոխանցի իր սերունդին։ Դա ոչ թե ասենք ինչ որ իհարկե նորմալ մարդու է վերաբերվում։ Այդ մեկ, այսինքն նույնիսկ այդ բանով մենք չպետք է հարաժարվենք, այդ գործը տիպը մենք արել ենք։ Մենք արել ենք, միջև վերջ չենք արել, օրինակ։ Այդ մեկ երկրորդն էլ տենց բան չկա, որ անես եւ վերջանա։ Միշտ պետք է անես։ Կյանքը շարունակական է։ Այդ մեկ, երկրորդը, ասենք, պետությունները, ազգերը ոնց են քանդվում, հա, եթե, ասենք, այն ինչ որ ազգը ունի իրանը, իր հարստությունը չի, հարստություն միայն նյութականը չեմ ասում եւ նյութական ամենավերջում է, չի փոխանցում իր սերունդին։ Այդ ազգը կամ պետությունը վերջանում է։ Փառք Աստծո, մեր սերունդը այդքան էլ վատը չի, ոնց որ հիմա ուզում են ներկայացնեն, հա, որտեվ մտավախությունները պարզ են, ասենք ինտերնետ բան, հիմա մեր սերունդին կրթում են դրսից կրթում են, դրսից բարոյական նորմեր են փոխանցում եւ այլն եւ դա աշխատում է, այդպես չի, որ ասենք ազդեցություն չունի։ Այդ իմաստով շատ մեծ առաքելություն ունենք, շատ մեծ գործ ունենք անելու, որ մեր սերունդը, մեր ստացածը կարողանանք փոխանցենք մեր սերնդին։ Գիտեք, ես դեմ չեմ ոչ ինտերնետին, ոչ հեռուստատեսության, որևէ բանի դեմ չեմ։ Ամեն ինչը չափի մեջ է։ Բնության մեջ թույն հասկացողություն չկա։ Նույն թույնը քիչ քանակում մարդ է վերակենդանացնում, մի քիչ ավել է տալիս սպանում է։ Այսինքն նույն նյութը։ Նույն ծաղկից, չէ, մեղուն մեղր է սարքում, օծը թույն։ Հա, ուզում եմ ասեմ, ամեն ինչը չափի մեջ է եւ ամեն ինչը պետք է ճիշտ օգտագործես։ Ինտերնետն էլ պետք է ճիշտ օգտագործես։ Ինտերնետը այնքան սուտ կա, որ մարդիկ հավատում են։ Օրինակ եմ ասում։
Հիմա իմ ասածն ինչ է, որ մենք մեր սերունդը հայեցի դաստիարակություն ունենա, հայ մեծանա, ուղնուցուցը ոնց որ ասում հայկական է, ուզում է ինտերնետել նայի, ինքը արդեն հասկանալու է ինչը նայի, ինչը չնայի, ինքն իրանով ոչ թե մենք ստիպենք, արտադրենք, էս նայի, այն նայի, էս մի նայի, հասկանանք, այսինքն այն առողջ բանը, սյունը, որ մեջը առողջ լինի, մնա իրա վրա այդ նեգատիվ, այդ դրսի այդ ամեն չարությունը, այսպես ասենք, որ թափվում է իրա վրա, իրան չի վնասի։ Այդ խնդիրը ունենք։ Բայց ես ասեմ, որ բոլոր ժամանակներում խնդիր հայր որդի միշտ էլ եղել է, միշտ էլ լինելու է։ Ժամանակները միշտ նույնն են։ Նույն ասենք 5000 տարի առաջ էլ իրար չենք սիրում, 2000 տարի առաջ իրար չենք սիրում, նախանձում ենք, այսօր իրար չենք սիրում, նախանձում ենք, 5000 տարի էլ է դավաճան եղել, 2000 տարի էլ բոլոր ազգերի մեջ էլ բոլոր ազգերի մեջ, հա, մեր ազգի մեջ էլ, մեր պատերազմի ժամանակ էլ, այդ երևույթները միշտ էլ լինելու են։ Այսինքն ժամանակները միշտ էլ նույնն են, խնդիրը նայա դու քեզ ոնց դու քեզ պահես, ոնց անես որ շրջակայքդ ավելի մաքրվի։ Մարդն է կերտում ժամանակը իմ կարծիքով եւ ոչ թե ժամանակը մարդը։ Ունեմ ասեմ վախենալու չէ որ այսպես ինչ որ դեպքի ենք հանդիպում, բայց դա մեզ պետք է որ մտահոգի, հա, այդպես չի որ կողքով անցնես, պետք է մտահոգի, բայց պետք է իմանանք որ այդպես է, միշտ էլ այդպես է եղել, այսինքն մենք չպետք է թուլանանք, չպետք է բարալքվենք, հա, չպետք է նյութապաշտ լինենք, չէ։ Նյութապաշտը իր հերթին, դրա մասին չեմ էլ խոսում, ասենք նյութապաշտը դա տանում է կործանման, որևէ եթե այսինքն նյութապաշտը ինչ է, էլի, որ վերցնում եք նյութապաշտացենք, եթե մարդ հոգևոր չի, մեջը հոգի չկա, ցավոք սրտի դա ինքը դառնում է անասուն, էլեմենտար, անասունն էլ է, չէ, ուտում է, գնում է որտեղ խոտ ավելի լավ է, գնում այնտեղ ուտում է եւ այլն եւ այլն, այսինքն ոչ մի ուրիշ բան չունի։ Բանական էությունը հենց դրանով է տարբերվում։ Կյանքն այդպես է։ Մենք ինչ ենք անում, ասենք ամեն մեկս ընկերությունը, հասարակությունը, պետությունը, մենք ինչ ենք անելու, որ դրան դիմակայենք։ Այդ մարտահրավերները միշտ էլ լինելու են, միշտ։ Եղել են, կան ու լինելու են։ Համաձայն եք, որ մենք քիչ ենք հանդիպում այ նույն երիտասարդության հետ եւ սրանում մեր մեղքի բաժինը կա նաեւ։ Եթե այսօր նոր սերունդը բավարար կամ այնքան էլ բավարար չի իմանում Ղարաբաղյան շարժման մասին, այստեղ նաև մեր մեղքի բաժինը կա։ Մեր մեղքի բաժինը կա, բայց ինչ որտեղ օբյեկտիվ բան էլ կա, ինչի, որովհետև նոր երևույթ մտավ մեր կյանքի մեջ։ Ասենք մենք շփվում ենք առաջ մեր սերունդները, օրինակ ինձանից մեծ սերունդներ, ասենք մեր հայրերը, մայրերը, մեր պապերը ուրիշ ձև ենք, չէ, ապրում, ասենք համայնքի մեջ, մեզ դաստիարակում ենք, իրանց նայում ենք, դաստիարակում ենք, իրանք մեզ դաստիարակում են, նույնիսկ սեղանին նստում ենք, թամադան լավ բաներ են ասում, ուսումնասիրում ենք եւ այլն, այսինքն ընդունում ենք։ Հիմա նոր երևույթ է մտել մեր կյանքի մեջ, դա ինտերնետն է։ Ու այդ ինտերնետը, ասենք, կլանում է այդ ջահելության, հա, ասենք ինչ որտեղ նույնիսկ մեր սերունդն էլ է կլանում, մենակ ջահելությունը չի, ու մենք իրարից անջատվում ենք, ու էլ չենք նստում իրար հետ, չենք խոսում։ Բայց երիտասարդները ուզում են մեզ հետ հանդիպել, ես հավատացել եմ։ Ես չեմ ասում, որ բանը, իրանք էլ արդեն երևի հոգնել են այդ ինտերնետից, ինչի իմաստով, որ նորություններ, այդ երևույթը կա, նորություններ ամբողջը թափվել են, սկսել են ուսումնասիրել եւ այլն, ինչ-որ պահ լավ էր, խիխի, խախախա, բայց այն հուզող հարցերին ամեն մարդու խորքում որ կա, այդ հարցերին ինտերնետը պատասխան չի տալիս։ Այսինքն իրանից մեծ սերունդը պետք է պատասխան տա։ Հիմա ասենք հոգեբանի ինստիտուտ կա, չէ՞։ Մեր պապերը, որ համայնքով ապրում էին, հոգեբանի ինստիտուտ չկար, բայց հիվանդ էլ չկար, ասենք։
որ ստրեսավորված մարդ էլ չկար, ինչի որտեղ իրար հետ խոսում էին, ասում էին, որ այս մեկը սենց էր ապրում, այս մյուսը սենց էր ապրում, ճիշտ ապրելը սենց է, այս սենց արեց, սենց եղավ, այս մեկը այս վատությունն արեց, ընկավ փոսը, եւ այսինքն այդ մարդկության ամբողջ, ասենք, իմաստությունը փոխանցվում էր զրույցով, իրար հետ շփվելով։ Հիմա ասենք որ մարդիկ քանի գնում, քանի մարդիկ իրարից անջատվում են ու կարիք ունեն մեկից հարցնեն, բա ինչ անենք։ Այդ միասնության պակասը կա այսօր։ Այո, կա։ Բանա։ Բայց բոլոր հարցերը կարելի է լուծել միայն այդ պարագայում միասնական լինելու դեպքում։ Միասնական լինելու Ղարաբաղի շարժումը պատերազմը հենց դա ցույց շփվելով, ես այդպես եմ հաշվում, որ հաղթանակը մեզ Աստված ա տվել։ Ինչի՞։ Որտեղ մենք նույնիսկ չիմանալով Աստծուն ապրում ենք իր պատվիրաններով։ Այո, մենք հարգում ենք մեր ծնողներին։ Եվ այլն, եւ այլն, եւ այսինքն ոնց որ մենք իներցիայով դաստիարակությունն եկել է, հա։ Մեր բանակի, մեր հաղթանակի հիմքը եղել է ընկերությունը։ Այ ընկերներով են ջոկատներ ստեղծել, ավելի մեծ միավորում ստեղծել ընկերներով։ Այդ ընկերոջ համար մարդիկ պատրաստ էին զոհվելու, պատրաստ էին դիակը չթողելու գնային զոհվեին, բայց ասենք իր ընկերոջ մարմինը չմնա թուրքերին եւ այլն։ Այսինքն դա ծայրահեղ բան է, չէ՞ որ բանական մտածում ես, ասում ես դե տղա զոհվել է, մեկն էլ գնա զոհվի, բայց այդպես չի, քանի որ ընկերը դա Աստվածը դուր շնորհ է։ Ամեն ազգ չի կարողանում ընկերություն անի։ Այնպես ինչ որ մենք ենք կարողանում անել։ Մենք համայն համաձայն ենք։ Գնացել են, բերել են, հասկանում եք, զոհվել են։ Ես դեպքեր գիտեմ, նույնիսկ մի հոգու համար մեկը չի զոհվել, երկուսն է զոհվել։ Նույն Պետոյի օրինակը գիտենք։ Պետոյի օրինակը Սլավիկը Դայրավի։ Ուզում եմ ասեմ, այդ ընկերություն ու նույնիսկ այն ջահելները, որ դեռ չեն էլ հասկանում հայրենիքն ինչա բան, ընկերության համար են գնացել պատերազմել։ Ասենք ընկերը գնացել է, ինքը չի հասկանում։ Հայրենիքն ինչա, որտեղ է վերջանում, ինչա նշանակում, բայց ընկերը գնացել ենք իր այդտեղից գնացել, այսինքն որ ընկերը գնացել ենք վստահում է իրան։ Այո։ Կյանքը ընկերության մեջ է։ Այո, ընդունում եմ։ Իսկ ընկերությունը դա սեր է։ Առանց սեր ընկերություն չի լինում։ Անշուշտ։ Մեր ժամանակը անսպառ չէ եւ վերջին հարցը, որ սովորաբար մենք մեր հյուրի հետ որի շուրջը խոսում ենք, այո, չասեմ արտագաղթ, հա, այդ բառը չեմ սիրում, հիմա արտագաղթ չկա բարեբախտաբար, բայց այնուամենայնիվ երկրից հեռացողներ կան։ Այ ձեր խոսքը այդ մասին կուզենայի լսել։ Գիտես, ես այդ մարդկանց չեմ դատում, նույնիսկ շատ մարդ կար գնալուց առաջ ոնց որ իր պարտքը համարել գար, ոնց որ մեղայականով գար ասել դե ես գնում եմ։ Ասենք ուզում էր տեսնել ես ինչ եմ ասելու իրեն։ Միշտ ասել եմ որ դա քո գործն է, ես քեզ չեմ կարող պահել, ասենքն եթե ես քեզ ասեմ մնա, ես քո ընտանիքը պետք է կերակրեմ, եթե ես չեմ կարող կերակրեմ, ես իրավունք էլ չունեմ։ Բարոյական իրավունք չունեմ։ Իրան բան ասեմ։ Բայց նրա մեջ է որ այս process-ները որ կատարվում է աշխարհում, իգիլ, միգիլ եւ այլն, իգիլատիպի շատ բաներ է կատարվում, մարդիկ հետո իրանց թվում է թե իրանք ապահով են գնում են Ռուսաստան, Ֆրանսիա, Մրանսիա, ասենք աշխարհը հիմա այդ իրադարձությունները ցույց են տալիս տեսնողին։ Օրինակ Ֆրանսիան բան չի, ապահով չի, Ռուսաստանը ապահով չի։ Եվ որտեղ է որ ապահով։ Որևէտեղ ապահով չի։ Ասեմ ավելին։ Ռուսաստանը, չէ, ահագին իգիլականներ կան, ահագին նոր մտնողներ կան ու ընդհատակյա ջոկատներ կան, այդ նույնիսկ Պուտինն է ասում, չէ։ Ու առաջի թիրախը լինելու ենք հենց մենք հայերս այդ դրանց ուրիշ տեղեր, հա, որ այդ հասունանա, այդ պահը հասունանա, որ այդ սկսեն կոտորել, քանի որ մենք այնտեղ նորմալ կազմակերպված չենք, ոչ Ռուսաստանում, ոչ Ֆրանսիայում, ոչ եւ այլն եւ այլն։
Ընտեղ որ ասում եմ մեզ կոտորել են։ Ու այդ բոլոր հայերը նորից վազելով գալու են ստեղ։ Ասեք ամենաապահով տեղը հայրենիքում է։ Հայությունը փրկվելու է հայրենիքում։ Այդ ժամանակները գալու է, ընդ որում շատ շուտ է գալու։ Ես խորհուրդ կտայի չգնան, բայց չեմ դատում, որովհետև ես չեմ կարող իրենց։ Բայց այդ օրերը կարող է նույնիսկ մենք տեսնենք։ Մեկ է իրանք ինչքան էլ դրսում կազմակերպվեն, օրինակ Ռուսաստանում ռուսները չեն թողելու հայերը բանակ ունենան, իհարկե, ինչ-որ ջոկատներ ունենան եւ այլն եւ այլն եւ այլն։ Այսինքն բայց գաղափարը, ասենք իգիլի նույն գաղափարը, չէ՞, մարդկանց հավաքում է ու տեսել ենք, չէ՞, կռվել են Ռուսաստանի դեմ։ Այդ դրանք շատ պինդ հավաքված բաներ են, միավորումներ են, որոնք որ չեն նայելու, իրանք զոհվում են թե չէ, գալու են կոտորեն, էլեմենտար։ Իսկ այդ գաղափարը մեր պետության մեջ մենք մեր ազգային գաղափարախոսությունը պետք է որ ասում կազմակերպենք, այսպես ասեմ։ Ես ասեմ ավելին, էլի, նոր էլ է այդ թեմայով խոսում, սովետի ժամանակ, որը աթեիստ երկիր էր, ասինքն նյութապաշտ երկիր էր, նույնիսկ այդպես նյութապաշտ լինելով բան անելով հրաժարվելով հոգուց, այդ մարդիկ կազմակերպել են պրոպագանդա ագիտացիա, լավ բաներ էին քարոզում, պրոպագանդիստներ, բան գնում են գյուղեր, կոլեկտիվներ եւ այլն, համոզում էին մարդկանց, որ դուք պետք է լավը լինեք, դուք պետք է սենց լինեք, նենց, այսինքն ինչ-որ գաղափարախոսություն կար։ Այսինքն ժեղտելով հոգին իրանք հասկանում են, որ ինչ-որ բան դրա տեղը ամեն դեպքում պետք է տան, որովհետև մարդահանասուն չի, մենակ ուտելու համար չի։ Ասենք նույնիսկ խորհրդային երկրում այդպիսի աթեիզմ, հակաաստվածային երկրում այդ բանը կար։ Ասում եմ մենք առավել եւս պետք է որ առաջինը քրիստոնեություն պետականորեն ընդունած ազգը պետք է որ միայն նույնիսկ պետականորեն չի, Աբգար առաջինը հայոց թագավոր էր, Եդեսյան հայկական քաղաք էր, ճիշտ է, հույներ էին ապրում, բայց հայկական պետություն էր եւ Աբգար առաջինը եւ այդ պետությունը քաղաք պետությունը ընդունել էր Քրիստոսին, Քրիստոսի երկրում եղած ժամանակ։ Այսինքն այդ բանում էլ ենք մենք առաջինը։ Լավ, շնորհակալ եմ, որ հյուրընկալվեցիք մեր տաղավարում եւ պատասխանեցիք զրուցեցինք եւ կարծում եմ մեր հեռուստադիտողների համար նույնպես պետք է որ հետաքրքիր լիներ այս զրույցը։ Ես հույսով եմ եւ շնորհակալ եմ ձեզանից, որ առիթ ունեցա ասենք նույն սերնդին ինչ-որ բան ասել։ Այո, շնորհակալություն, ինձ մնում է հիշեցնել, որ իմ հյուրն էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի խորհրդական, Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը։ Կհանդիպենք մեկ շաբաթ հետո։